Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Ողջույն Տիկին Ղազարյան։ Ողջույն Ռոբերտ։ Տիկին Ղազարյան, անձամբ նաև ձեր հասցեն մեղադրանքներ են հնչում, եթե շատ կարճ ձևակերպենք, շողակաթի եթերազրկման, հավանական եթերազրկման կամ մի քիչ եթե ավելի կոնկրետացնենք, հանրային հեռարձակողի ստատուսից զրկվելու հետ կապված քննադատությունը այն է, որ իշխանության հերթական հակաեկեղեցական գործողությունն է սա մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ է սարվում, կաթողիկոսին, այսպես ասենք, մայր աթոռից հեռացնելու իշխանության իրականացրած արշավի մաս է կազմում։ Փաստորեն այս իրավիճակի հեղինակը դուք եք, եթե չասենք մեղավորը, այո։ Հմ։ Ռոբերտ, եթե կարելի է, ես չէի ուզի կարճ ձևակերպել, ես կուզեի փորձեինք երկար ձևակերպել, չգիտեմ թե ինչ թեմաներ եք առանձնացրել եւ նաեւ շնորհակալություն հայտնել այս հարթակում այդ մասին խոսելու հնարավորության համար, որովհետեւ ազգային ժողովում գիտեք, ելիքներ 1-2 րոպեին հազիվ ենք հասցնում ինչ որ կոնկրետ կարճ բաների անդրադառնալ եւ ես կարծում եմ պատեհառիթ է պատմելու թե ինչ է տեղի ունենում եւ ձեր ձևակերպման մեջ իհարկե բազմաթիվ, այսպես ասեմ, ոչ իրավական եւ նույնիսկ տեխնիկապես չհամընկնող իրողությանը բաներ կային, բայց ես հասկանում եմ, որ սա նաեւ համընդհանուր ընկալումը կարող է լինել։ Ամ, Այս Ընկալումն այն է, որ սա քաղաքական որոշման արդյունք է մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ այս նախագծով, որ հեղինակել ենք ես ու պարոն Գաբրիելյանը, Ամ, հանրային հեռարձակողների նվազագույն թվի փոփոխություն կային, չնշանակում է, որ հանրային հեռարձակողները կարող են լինել ավելին, քան սահմանված է նախագծով։ Նախագծով սահմանված է 3-ը, գործողով սահմանված է 3-ը, մենք իջեցնում ենք 2-ին, որում սա ոչ թե սլոթերի քանակն է, այլ հեռարձակողների, որովհետև այս պահին հանրային հեռարձակողը 5 ենթակառուցվածք է զբաղեցնում, 5 սլոթ է զբաղեցնում, որոնցից միայն մեկն է շողակաթը եւ այդ 5-ը 3 հեռարձակողի միջոցով է զբաղեցնում։ Սա մի քիչ իրավաբանորեն շատ բարդ է, բայց փորձենք բան անել, էլի դարակներով դասավորել, թե ինչ նկատի ունենք։ Սա նշանակում է, որ հանրային հեռարձակողների խորհուրդը կարող է ունենալ 5-ից ավելի, 6, 7, 10, այսինքն 2-ից ավելի ցանկացած թվով հեռարձակողներ են, որում այդ թվում եւ մշակութային, բացառապես մշակութային կամ բացառապես կրթական ալիքներ։ Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին, ես դա երբեք չեմ թաքցրել, տարիների վեր չեմ թաքցրել։ Ես միշտ համարել եմ խնդրահարույց այն, որ մշակութային կրթական հերոստալիքի տողի ներքո կրոնական հերոստալիք է ներկայանում եւ դա ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել եմ, ժամանակ առ ժամանակ առաջարկել եմ, որ մրցույթով անցկացվի եւ եթե պարզվի, որ այս մի կրոնական կազմակերպությունն է հաղթում, թող մյուսներն էլ հավասար մրցեն եւ որը կհաղթի մրցույթով, որը լավ ծրագիր կներկայացնի, նա էլ թող հաղթի եւ այսպես շարունակ։ Այսինքն իմ անձնական վերաբերմունքի մեջ ես երբեք դա չեմ թաքցրել եւ նաեւ չեմ թաքցնում, որ քանի որ մինչ այս պահը, երբ որ ես հարցը բարձրաձայնել եմ հանրային հեռարձակող խորհրդը ասել է, որ իրենք օրենսդրական խոչընդոտ ունեն նման որոշում կայացնելու, մենք վերացրել ենք այդ օրենսդրական արգելքը եւ տեսնենք ինչպես հանրային հեռարձակող խորհուրդը կարձագանքի դրան, թեև դուք գիտեք, թերևս մամուլից, որ ինքը նաեւ կարծեմ պաշտոնական արձագանքն է, նպատակահարմար չի համարել փոփոխությունը, թեև իրական որոշման Քաղաքական բովանդակային որոշման արդյունք չի, Տիկին Ղազարյան։ Բովանդակային որոշման տիրույթը իրենց մոտ է, այսինքն բովանդակային ալիքների հետ, հանրային հեռարձակողների հետ կապված բովանդակային որոշումներ կայացում է հանրային հեռարձակող խորհուրդը, մնացած մուլտիպլեքսի ալիքների հետ կապված հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը անհնար է օրենքով ալիք փակել, բայց որ վերաբերմունք ունեմ ես դրա նկատմամբ եւ դա չեմ թաքցրել, ես հիմա էլ պատրաստ եմ ասել եւ միշտ եմ ունեցել եւ միշտ չեմ թաքցրել ու թերևս դա է պատճառը, որ նաեւ ես եմ նախաձեռնել, որտեվ այստեղ նաեւ հետևողականության հարց կա, գաղափարականության հարց կա եւ այդպես շարունակ։
Քաղաքական է թե ոչ դա մեկնաբանության հարց է Ռոբերտ։ Իրականում եթե այս պահին եկեղեցու կից բոլոր ինստիտուտները, որովհետև այդ ինստիտուտները նաև լոյալ մարդկանցով է շրջապատել, եկեղեցու հոգևոր խորհուրդը լոյալ մարդկանց է նշանակել։ Հիմա իրենք զբաղված են քաղաքական գործունեությամբ, դե պարզ է, որ իրենց հետ փոխհարաբերություններն էլ այս կամ այն կերպ քաղաքական են։ Միգուցե եթե մենք ես չունենայի բավականաչափ քաղաքականացվածության արգումենտներ, ես չկարողանայի համոզել մյուս մարդկանց, մյուս ինստիտուտներին պետական, որ սա անհրաժեշտություն է, բայց իրանք այդ հնարավորությունը, այդ փաստարկները ինձ տվել են։ Դուք գիտեք, թե անցած տարի ինքը ոնց էր լուսաբանում Վազգեն Գալստանյանի, Գալստանյանի, չգիտեմ դրանցից որներ իր իսկական անունը, հանրահավաքները, քաղաքականացված ելույթները, նրան աջակցող հայտարարությունները, հետո ինչ որ նաև հասկանում եք Ռոբերտ, Վազգեն Գալստանյանը պաշտոնապես եղել է, ու պաշտոնապես չի եղել, բայց հռչակված է եղել իբրև ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու։ Միքայել Աջապահյանը թղթով արձանագրված է եղել իբրև ընդդիմության միասնական թեկնածու։ Դրան գումարվել է նաև Դավիթ Համբարձումյանը, որը արձանագրված է եղել իբրև ընդդիմության միասնական թեկնածու։ Դրան ավելացել է նաև այս նոր բանը, մեր ձևով շարժումը, որի հետ կապված հենց բառացիորեն 3 բան կար, էլի թողարկում կար, բայց դրա համար ոչ մեկը մեղավոր չի, դրա հիմնական մեղավորը կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդն է, որովհետև ինքը քաղաքական ելույթ էր ունենում։ Իր կազմակերպության խորհուրդը վարչությունը, հա, իր կուսակցության ժամանակ առ ժամանակ քաղաքական հայտարարություններ է տարածում, քաղաքական գնահատականներ է տալիս, եւ երբ որ մտնում ես քաղաքականության մեջ, հասցնում ես քաղաքական հարվածներ, կարող է պատահել այնպես, որ նաև ստանաս քաղաքական գնահատականներ, քաղաքական հակադարձ հարվածներ։ Եվ մի բան էլ կուզենայի մինչև ձեր հաջորդ հարցը ավելացնել, մեզ հաճախ քննադատում են մեզ նկատի ունեմ եկեղեցու վերնախավի հետ մեր խոսակցության մեջ մտած ինձ եւ իմ գործընկերների մեղադրում է, որ մենք իրավունք չունենք մտնելու եկեղեցու ներս եւ մեկնաբանելու կանոնագիրքը, մենք չպիտի իրենց կանոնական հարցերի մեջ խորանանք, կուսակրոնության հարցերի մեջ խորանանք, սաղմոսներ կարդանք, հավաքներ անենք, այսինքն դրանք ասում են դա չէ ձեր գործիքները, ձեր գործիքները օրենքներով կազմակերպելն է այդ ամենը։ Դու գիտեք կամ նկատել եք, որ ես միշտ խուսափել եմ այդ հավատային հարցերի, հա, կրոնական հարցերի մեջ մտնել, որովհետև նաև ինձ բավարար բան չեմ զգում, էլի մրցունակ չեմ զգում այդ դաշտում։ Եվ ես կարծում եմ, որ իմ աշխատանքը օրենսդրական է։ Ես ուզում եմ ասել, որ սա վերջին նախագիծը չի կապված Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու կառույցի հետ մեր հարաբերությունների, սրանք շարունակական են լինելու եւ նորից այդ մեկնաբանությունները լինելու են, բայց ես որպես օրենսգիր չեմ կարծում, թե իրավասու եմ եւ կարող եմ եւ կոմպետենտ եմ ուրիշ գործիքներով աշխատել, քան օրենսդրությամբ եւ այո, իմ նպատակի մասին ես հրապարակային ասեմ, տարօրինակա, որ իմ ընդդիմադիր գործընկերները ժամանակ առ ժամանակ զարմանում էին, որ ես հրապարակային ասեմ, ու նրանք կարծես թե ինձնից ակնկալում են, որ ես քողարկված ուրիշ նպատակ կասեմ, որ իրանք ասեն, ոչ, դու իրական քողարկված այս նպատակ ունես, բայց նաև պետք է ասել, որ թե կառավարության, թե հանրային հեռարձակող խորհրդի, թե հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մեր գործընկերները որոշակի վերապահում ունեն դրա վերաբերյալ եւ թերևս արդեն հերթե այդ ինստիտուտներին նա գիտեք, երբ որ պայմանավորվածությունների միջոցով, հա, անհնար է ինչ որ կոնսենսուսի, ինչ որ լավ արդյունքների հասնել, մնում է, որ ես իմ գործիքները օգտագործեմ, շատ կոպիտ ասած, իրանք իրանց գործիքները Տիկի օգտագործեն։ Ղազարյան, ներեցեք, Պահի ալիքը։ շողակաթը, որ ասացիք ընդդիմության տեխնացու վարչապետի Վազգեն Գալստանյանի հանրահավաքներն է լուսաբանում, դա ինչ խնդիր է ընդհանրապես։ Ես առնվազն տեսել եմ, օրինակ YouTube-յան ալիքում նման հաղորդումներ, բայց չէ որ դա նաև այն տրամաբանությամբ էր արվում, որ այսպես դա իրականացվում է կարևոր առաքելությամբ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից եղել են աջակցություն այդ հանրահավաքներին, այսինքն ի՞նչն է խնդիրը, դուք ինչ խնդիր եք նկատել կամ ինչու Ես այդտեղ կարծում եմ, որ քաղաքական շարժումները, ինչպես Բագրատ Գալստյանյանի, Միքայել Աջապահյանի, Դավիթ Համբարձումյանի եւ Կարապետյանների ակցիաները քաղաքական, մենք պետք է պահանջենք, որ լուսաբանի
լուրերի համար նախատեսված հանրային հեռարձակողը։ Իսկ Կարմիր շողակաթը լուրերի մեր մեգազինը։ ձևովի հանրավակները լուսաբանել է, այսինքն Հենց էդ է ասում, որ տառացիորեն երեք ամբողջ ռեպորտաժ չեմ նայել, բայց քանի որ ինչ որ երթեր, որի արդյունքում նաև ելույթ ունեցավ կաթողիկոսը, այդ իրադարձությունը ես կարծում եմ, որ նույնիսկ լրագրողները չգիտեն իրանք ինչ ձև մեկնաբանեն, որտեղ այն մարդը ոնց որ թե այդ ՍՊ-ի հիմնական սեփականատերն է, ենթադրում եմ, հա, այդ շատ չեմ մտնի այդ մանրամասներին։ Այսինքն հիմնական գործող կենտրոնական անձը, որի հետ կապված պետք է իրանք լուսաբանեն, կաթողիկոսն է։ Կաթողիկոսը ենթադրվել է, երբ որ այս պայմանագիրը կնքվել է, չնայած դրա հետ էլ ես կապված վերապահումներ ունեմ, ենթադրվել է, որ ինքը որպես մարմնի ղեկավար, որպես մարդ, մշակութային հոգևոր մարդ է։ Եվ հետևաբար իրան լուսաբանելը միշտ կծառայի այն նպատակին, որով շողակաթի հետ կնքվել է պայմանագիր, այսինքն պետք է լինի մշակութային հոգևոր ալիք։ Բայց երբ որ այդ մարդը դարձել է քաղաքական, այս ալիքը շարունակել է մնալ ու ինքնըստինքյան դարձել է քաղաքական ալիք, որտեղ այն մարդը, որի իր լուսաբանման հիմնական օբյեկտն է, քաղաքական է, բայց քաղաքական լուրերի համար մենք ունենք ուրիշ հեռարձակող։ Եվ մեր պահանջը պետք է լինի այդ ուրիշ հեռարձակողին ասել, որ դու հավասարապես այդ ընդդիմության բոլոր վարչապետերի, բոլոր 38 վարչապետերի տեխնատուներին ներառյալ Էդմոն Մարուքյանին լուսաբանի, չնայած իրան երկու հոգի է առաջադրել։ Ոնց որ մեր առաջարկը այդ պետք է լինի, էլի, ոչ թե դե իսկ որ ասում եք կաթողիկոսը իրեն սեփականատեր է զգում, նկատի ունեք շողակաթի չեմ ասում զգում, ասում եմ, որ ինքն է այդ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին է հիմնադրել այդ ՍՊԸ-ն, հիմնադիրն է։ Հա, շողակաթ ՍՊ-ի հիմնադիրը ինքը հետո պայմանագիր ակնքել հանրային հեռարձակողների խորհրդի հետ, ինչը առերևույթ էլի խնդրահարույց է, որովհետև իմ կարծիքով այս մասը չպիտի լիներ մեկ անձից գնում, պետքա լիներ մրցույթով, բայց ինչև է, կարող ենք մի քիչ խորանալ այդտեղ հասկանալ, կամ դուք որպես լրագրողներ կարող եք հասկանալ արդյոք մեկ անձից գնում կարող էր լինել այստեղ, թե գնումների օրենքով պետքա մրցույթ լիներ։ Հետո, եւ քանի որ այդ եկեղեցին է հիմնադիրը, եկեղեցու կանոնակարգով իր ղեկավարը կաթողիկոսն է։ Հետևաբար այդ մարդն է սեփականատերը։ Բայց այդ տեղի այդ կոնցեպտը եղել է այն մասին, որ այդ մարդը մշակութային անձ է։ Այսինքն հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ինքը մշակութային հոգևոր անձ է։ Հետևաբար մշակութային հոգևոր ալիքի լուսաբանման հիմնական առարկան, բայց ինքը դարել է քաղաքական ու կոնցեպտը փլվել է։ Տեսեք, եկեք այսպես անդրադառնանք հետևյալ հարցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել եւ գրել, որ Կիրակի Հովնավանքում մասնակցելու է Տեր Արամ Քահանա Ասատրյանի մատուցած պատարագին։ Մենք գիտենք, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը կարգալույծ է արվել եւ սա այն հոգեվորականն է, որը չի թաքցնում իր աջակցությունը նաև իշխանության կուրսին եւ կարգալույծ արվելուց հետո էլ նա ասել է, որ չի հեռանալու եւ միանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսպես գործունեությանը ուղված կաթողիկոսին հեռացնելու հարցում նախ կարգալույցի ձեր գնահատականը որն է եւ վարչապետի մասնակցությունը այդ Հովնանավանքի պատարագին ինչ նպատակ է հետապնդում։ Ռոբերտ, նախ չեմ ասի, հակառակ հերթականությամբ կպատասխանեմ քո հարցերին։ Նախ, որ վարչապետը Կիրակի օր մասնակցելու էր պատարագին, դա այդ մասին հայտնի էր վաղուց, այդ վանքում, այդ քահանայի մատուցած Հեսա պատարագին։ աջակցություն էր կարգալույց եղած։ Մոտավորապես մի 10 օր առաջ հայտարարել էր, մինչև գիտեք, որ մինչև բանը կաթողիկոս չէ, այդ բան զայնագրույց հերրախոսազրույցի ի հայտ գալը, որտեղ ասում է մորդ հետ կգնաս ցույցի իրան ասելա կատնի խոսքով, այդ զայնագրության ի հայտ գալը մինչև արդեն հայտարարված էր, որ ես դա վստահ հիշում եմ էլի, որ բան հենց Տեր Արամն էր հայտարարել, որ պատարագի ժամանակ ինքը հոտին ասել էր Կիրակի օրը նաև այստեղ է լինել վարչապետը, հետևաբար ձեզ ամսի 26-ին հրավիրում եմ, որ դա գաք վարչապետին տեսնեք։ Մոտավորապես այս մասին նաև ընդդիմադիր մամուլներ գրում, որ իբրև թե ինքը մարդ է կանչում վարչապետին տեսնելու։ Այսինքն այն, որ 26-ին վարչապետը գնալու էր այդ եկեղեցի ու այդ քահանան պատարագ էր մատուցել, դա հայտնի էր վաղուց, օրեր առաջ։ Եվ ես կարծում եմ այն, որ Տեր Արամին կարգալույծ են արել, իրեն պարզապես զոհել են այս պատմության մեջ, որպեսզի
օծյալ քահանա չլինի, այսպես ասած, վարչապետի այդ այցելության ժամանակ պատարակ մատուցողը այլ կարգալույծ արված լինի, որպեսզի դրա վերաբերյալ հնարավոր լինի մեկնաբանություններ անել, հա, շատ մեկնաբանություններ, տարամեկնաբանություններ անել եւ խաղարկել այդ հանգամանքը։ Եվ կարծում եմ, որ շատ անիմաստ զոհ են տվել իրենց եկեղեցուց բանի իդեմս այդ հոգեվորականի, որը իդեպ բավականին սիրված է կարծես թե։ Սա այս մասով։ Ինչ վերաբերում է կարգալուծությանը, Այսինքն կարծես կներեք թե միաձուլված է։ ստացնելու վարչապետի այցը դա նկատի ունեք, երբ որ ասում եք զոհ են տվել։ Այսինքն կներեք կարգալույց անելը պայմանավորված է վարչապետի անձով, թե Ես ենթադրում եմ, հա, որ իր չներկայանալով, օրինակ, որովհետև մայրաթորը մի քանի փաստեր է։ Ռոբերտ, գիտեք, եթե իրանք չցանկանային բանի մեջ մտնել, այդ պոլեմիկայի մեջ մտնել, կսպասեին երկու շաբթի կարգալույց կանեին։ Հասկանում եք, իրանք երբ որ իմացել են, այսինքն մինչ 4-5 օր առաջ են իմացել, չէ, որ Տեր Արամը հայտարարել է, որ ինքը այդ օրը այդ ժամին վարչապետի մասնակցությամբ պատարակ է մատուցելու։ Ու իրանք 4 օր առաջ, այսօր 4 օր չեն մնացել այդ 20-ներ կամ 4 օր առաջ կգտնեմ այդ լուրը ձեզ կուղարկեմ։ Իրանք կարգալույծ են անում այդ մարդուն, որպեսզի փչացնեն այդ իրադարձությունը, այդ է պատմությունը, որ ասեն Նիկոլ Փաշինյանը կարգալույծ եղած քահանայի պատարագին է մասնակցում, նրան օծյալ քահանաներ չեն նրա արչև պատարակ մատուցում, օծյալ քահանաները բոյկոտում են, այս պատմությունն է իմ տպավորությամբ, առերևույթ այս պատմությունն է, չնայած միգուցե ավելի ողջամիտ մեկնաբանություններ կան, որովհետև եթե ես լինեի այդ գործատուն, ես կսպասեի իրա վերջին իրա համար կարևոր է այդ աշխատանքը անել, մի քանի օր առաջ կզգուշացնեի, կասեի, որ ոնց որ հաջորդ շաբաթվանից չգաս։ Եվ իհարկե առերևույթ աշխատանքային իրավունքի խախտում է տեղի ունեցել, որովհետև եթե չեմ սխալվում, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե իհարկե իրանք աշխատանքային պայմանագիր ունեն միմյանց միջև, պետք է 2 ամիս առաջ գոնե ծանուցել մարդուն, որ 2 ամիս անց դու աշխատանքից ազատված ես լինելու եւ այս մասին նույնպես արժի մտածել այն բոլոր մարմինների կողմից, ովքեր զբաղվում են այդ իրավունքով, այդքանը։ Կարծում եք, բայց հոգևոր աշխարհի օրենքները, այսպես աշխատանքային օրենսգրքի կանոններում տեղադրվում են եւ բացի այդ Մայրաթորի ներկայացրած պատճառաբանությունները, որ նա չի ներկայացել համապատասխան ժողովին եւ մի քանի այլ խախտումներ նշված են, դրանք հիմք Երկրորդ հատվածը Երկրորդ հատվածը չեմ մեկնաբանի, որովհետև բնականաբար չգիտեմ ինչ պայմաններով են կնքել այդ պայմանագիրը, բայց քանի որ միակ հարկատեսակը, որ եկեղեցին վճարում է եկամտահարկն է, ենթադրում եմ, որ իրենք ունեն աշխատանքային պայմանագրեր մարդկանց հետ, ովքեր չգիտեմ, կարող է անվճար է Տեր Արամը աշխատելիս եղել եւ ընդհանրապես աշխատանքային որևէ կարգավիճակ չի ունեցել։ Սա ոնց որ հարցեր են օթում, որոնց մասին կարելի է մտածել, բայց ձեր հարցի այդ առաջին մասը շատ հետաքրքիր է, ասում եք հոգևոր կանոնները, հոգևոր աշխարհի վրա պետության կանոնները տարածում են, այսինքն բան դրախտում են աշխատում։ Դե նկատի ունեմ աշխատանքային Պետության իրավունքի մեջ պայմանագիր կնքվում է, թե պետության մեջ այլ ապրող եւ աշխատող քաղաքացիներ են այդ մարդիկ։ Ինչքան էլ իրանք իրանց բանը վերաձևակերպեն որպես այլ երևույթներ, իրանք այս պետության մեջ են ապրում եւ աշխատում իրավակարգով։ Չգիտեմ, այդ ոնց որ ասեք, իրանք կանաչ լույսի տակ կանգնում են։ Ինձ թվում է, Տիկին Ղազարյանից թվում է մենք լավագույն կրոնագետներ չենք եւ եկեք դե չեմ կարող այդ թեմայի մեջ մտնեմ, քաղաքական բայց պիտի որ։ քաղաքական այո կողմին էլ նայենք հարցը հետեւյալն է ստացվում է որ այսպես հանրային եւ հատկապես ընդդիմադիր կողմից մեկնաբանությունը հետեւյալն է իշխանությունը բանտերը լցրել է քաղբանտարկյալներով այդ թվում arczepiskopos-ներ Աջապահյանը, Գալստանյանը եւ այդ գործով կալանավորված այլ անձինք Աջապահյանը գիտենք, որ դատապարտվել է ընդհանրապես 2 տարվա ազատազրկման, ինչպես նաև Տեր Արամի այսպես հայտարարության հիման վրա Արագածոտնի թեմի բազմաթիվ հոգևորականներ այսպես ձերբակալվեցին եւ անցնում են այսպես փաստորեն հանրահավաքի մասնակցելուն դրթելու կամ քաղաքական ընտրություն կատարելու դրթելու կամ ստիպելու այդ գործով, հա ստացվում է պատերազմը նոր փուլ է մտել եւ իշխանությունը ավելի ռեպրեսիվ մեթոդների է դիմում, այո։ Շատ անպագորգոր բառ է պատերազմը։
Դե հետո ամեն դեպքում պետք է մեդիայի արանք ինտիգրում այդպես է թվում, ամեն դեպքում դուք եք քայլ անում, նրանք են թե քայլ անում։ պատերազմը, թե ռեպրեսիան իհարկե ուժեղ բառեր են, այս դեպքում որոշակի լարվածություն կա հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև եւ դա այո մեդիայում կարող է երևալ որպես փոխհրաձգություն, հա, մեկը մի քայլ արեց, մյուսը մի քայլ արեց եւ այլն։ Եվ ես կարծում եմ, այս լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ձեր բանի տերմինոլոգիայով ասած, մինչև ինչ որ մեկը չհաղթի, թեև սա հաղթելու ու պարտվելու մասին չի, բայց ակնհայտ է, որ լարվածությունը գնալով մեծանում է ու իհարկե շատ ամպագորգոր են այն բառերը, որոնք դուք կիրառում եք, բայց թե բանի դեպքում այդ հոգևորականների, որոնք ձերբակալված են մասնավորապես Միքայել Աջապահյանի դեպքում ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա, ու մանավանդ երբ որ հաշվի ենք առնում, որ ա, ըստ երևույթին, եթե ճիշտ եմ հասկացել, Միքայել Աջապահյանը իր հայտարարությունը ռազմական հեղաշրջում անելու, նու հայտարարությունը չէ, իր կոչը ռազմական գործիչներին հեղաշրջում անելու արել է պատերազմի ժամանակ, այսինքն գլխավոր շտաբի ռազմական հեղաշրջման փորձից առաջ կարող է պատահել, որ դա նույնիսկ հետևանք է ունեցել, որի մասին մենք չենք մտածել մինչև այս պահը, այսինքն Իսկ հետևանք ունեցել։ վերջին, երբ որ ասում եք լավայությունը կշարունակվի, քանի դեռ ինչ որ մեկը չի հաղթել, ձեր հաղթանակը Գարեգին երկրորդ կաթողիկոսի հեռացումն է։ Ես կարծում եմ, որ հա, այդ իմաստով դե մեր հաղթանակը ընտրություններն են, ընտրությունները կանցնենք Երևան, հույս ունեմ, որ Նկատի ունեմ նաև եկեղեցու Գարեգի տրամաբանության մեջ։ հույս ունեմ, որ նաև Գարեգի երկրորդը կառաջադրվի, որովհետև այնուամենայնիվ ոնց որ ամեն ինչ արվում է ժողովրդի համար եւ ժողովուրդը պետքա որոշում կայացնի։ Եթե դուք հիշում եք նախորդ անգամ էլ էլի 21 թվից առաջ եկեղեցու վերնախավը սրեց, հեռացիր, դավաճան, կապիտուլյացիա եւ այլն ընտրություններից հետո հանդարտվեց։ Այս անգամ ես կարծում եմ անդառնալիության կետը անցել են իրենց քաղաքական գործունեության մեջ իրենք եւ նաեւ արդեն վնասում են եկեղեցուն, եկեղեցու համբավին, եկեղեցու հավատացյալներին, արդեն ինչ որ մարդիկ բոյկոտում են ինչ որ արարողություններ, ծեսեր, մկրտություններ, Իսկ դուք չեք քաղաքացիական վնասում եւ վարկաբեկում եկեղեցուն այս գործունեությամբ, այդպիսի մտահոգություն չունեք, որ այսպես միջազգային ընկալումը կարող է լինել քաղաքական իշխանության կողմից ռեպրեսիա բարձրաշան հոգևորականների նկատմամբ, ովքեր այո, պահանջել են վարչապետի հրաժարական, այո, ունեն տարբեր քաղաքական հայացքներ, այո, ընդդիմության կողմից ընդդիմության հետ կարող են ասոցացվել իրենց խոսույթով, բայց նրանք Հայաստանի քաղաքացի են եւ իրավունք ունեն իրենց տեսակետը ասել, պարտավոր չեն կիսել վարչապետի այսպես քաղաքականությունը։ Ռոբերտ, եթե նկատի ունեք որպես Հայաստանի քաղաքացիների հետ կապված իրադարձություններ, հնարավոր է օրինակ այդ բերման ենթարկելու ժամանակ ինչ որ վստահ չեմ մարդու իրավունքների պաշտպան, որ դրվագում էր ասել, որ բերման ենթարկելու ժամանակ խնդիրներ եղել են, իհարկե դրանք այդտեղ մենք չէ իրավապահները կատարելագործվել տեղ ունեն ու հնարավոր է այդտեղ ինչ որ բաներ լինեն, բայց ինչ վերաբերում է այս կրոնական կազմակերպության եւ պետական իշխանության միջև այդ խոսակցությանը, սա շատ հետաքրքիր խոսակցություն է։ Գիտեք, ընդդիմադիրները հաճախ ինչ են ասում եւ սա իրանք նաեւ մանիպուլացնում են պատերազմի ժամանակ այս հարցը։ Իրանք հաճախ ասում են, որ եթե սա լիներ որևէ չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց կրոնական փոքրամասնության նկատմամբ փոքր խմբի նկատմամբ, ոչ թե ամբողջ եկեղեցու, ոչ թե մեծ ամբողջ ազգի ազգային եկեղեցու, ամենայն հավանականությամբ միջազգայինները արձագանքած կլինեին։ Դուք կարդացած կլինեք նման բաներ, շատ են ասում։ Խնդիրը որն է, որ այն որ մարդու իրավունքների միջազգային կոնցեպտը ոչ թե բանի ուժեղներին թույլերից պաշտպանելն, այլ թույլերին ուժեղներից, խեղճերին, փոքրերին, մարգինալներին, ուժեղներից, լծակ ունեցողներից, իշխանություն ունեցողներից պաշտպանելն է, այդ է մարդու իրավունքների կոնցեպտը, պարզ է որ հիմա կներեք ում ենք խափում, հիմա եկեղեցին շատ ավելի շատ իշխանություն, թե ես, շատ էլ որ ասենք բան եմ, ազգային ժողովի մեծամասնություն ներկայացնող падգամավոր եմ, հիմա ես Գարեգին երկրորդից ավելի շատ իշխանություն ունեմ, կամ չգիտեմ ոնց կանվանեք,
Պարզա որ ինքը ունի, չէ, իշխանություն հազար տեսակի հարցերի բերումով։ Եվ բնական է, որ մարդու իրավունքների կոնցեպտի տեսանկյունից այս չի նայվելու, իմ տպավորությամբ չի նայվելու որպես այնպիսի սուր խնդիր, ինչպիսին հաճախ երևակայվում է, երբ որ խոսում են այս մասին։ Մի բան էլ ասեմ, շատ հաճախ կրոնական ազատությունների մասին մեր զեկույցներում, եթե դուք բացեք նախորդ տարիներ, կտեսնեք խնդիր է արձանագրվում, որ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին սերտաճել է պետությանը, որ ունի մուտքեր գրեթե բոլոր պետական կազմակերպություններում, որ ունի ազդեցություն հանրակրթական չափորոշիչների դպրոցների վրա, որ ունի մուտք ի տարբերություն մնացած կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանակներ, հիվանդանոցներ, բոլոր պետական կազմակերպությունները ունի առանձին մեդիա հեռարձակում այն պարագայում, երբ որ մնացած կրոնական կազմակերպություններին արգելված է ունենալ սեփական մեդիաները եւ այսպես շարունակ շատ ուրեմն բաներ են նկատում, այսինքն միշտ դիտարկվել է, որ կրոնական ազատությունները ինչ որ կերպով սահմանափակվում է, թեև ես իրականում հայաստանյան բանում կոնտեքստում այդքան սուր չեմ տեսնում, բայց այդ ա եղել միջազգայինների ռեակցիան մեր երկրի մասին։ Հետևաբար, եթե մենք այդ նույն միջազգայիններին ենք հողում տալիս, շատ տարակուսելի կլինի, որ հիմա հակառակը ասեն, որովհետև հիմա այդ տարանջատումը, սերտաճման տարանջատումը տեղի ունենում, ամեն մեկը իր դերը կկատարի էլի ինչ որ Տիկին Ղազարյան, օրվա ընթացքում մի կարևոր իրադարձություն էլ եղավ, հասցնենք դրանից էլ կարճ խոսենք։ Ադրբեջանի նախագահը, որը այսօր դարձյալ օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, նշել է բացման մոտավոր ժամկետը եւ հայտարարում է, որ Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան-Բեռների տարանցման արգելքը։ Վարչապետը, հիշում ենք, ասում էր Զանգեզուրի միջանցք տերմինը մեզ համար ընդունելի չէ։ Ալիևը ինչ էր ասում, որ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային երկաթուղային հաղորդակցության ստեղծման ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին, այսինքն 26-ի կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնպես արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում բացումը կարող է տեղի ունենալ 28-ի տարեվերջին։ Նախ ինչով եք պայմանավորում նման արգելքի վերացումը, դա ինչ է իրականության մեջ, ինչ է, իհարկե այնտեղ նաև նշում էր, որ հիշում ղազախական եմ, որ ծովեր մենք կարող է ժամանակ տեղադրել։ ունենք։ Այո, այո։ Ռոբերտ, ոչ թե օրվա ընթացքում, այլ ինձ թվում է տարվա ընթացքում եւ միգուցե վերջին 30-ամյակի ընթացքում ամենակարևոր իրադարձությունն է տեղի ունեցել երրորդ երկրից դեպի Հայաստան, Ադրբեջան, որպես տարանցիկ երկիր Ադրբեջանով անցնելով Հայաստան է, եթե չեմ սխալվում, արդեն հասել առաջին ուղեբեռը, որը եղել է Ցորեն։ Սա առաջին անգամն է վերջին տասնամյակների, այսինքն սովետական միության փլուզումից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանի համար տարանցիկ երկիր է որպես ուրեմն ներկայանում եւ ինքը այդ բոլոր արգելքները հանել է, գիտեք երևի, որ Ղազախստանից բեռնատարերով ցորեն է եկել Հայաստան։ Սա բացառիկ իրադարձություն է Հայաստանի կյանքում եւ հավատացեք, կարևոր չի ոչ այդ բանը հերոստալիկների շուրջ քննարկումները, ոչ այն մնացած կարգալուծությունների եւ այլնի շուրջ քննարկումները այնքան, ինչքան մասշտաբային եւ դարակազմիկ է այս իրադարձությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլորը խաղաղության ընդդիմախոսները բայղուշությունները միացրել էին, որ հիմա Հայաստանից ճանապարհներ կբացի, իսկ Հայաստանի առջև ոչ մի ճանապարհ չի բացվի եւ Հայաստանը կմնա շրջափակված, մինչդեռ այս իրադարձությունն է տեղի ունեցել եւ քանի որ նաեւ ապրանքը, որը եկել է Հայաստան ցորենն, աղազախական ցորենն, պետք է հիշենք, որ մեր ցորենի 90%-ը ներմուծվում է մի երկրից եւ սա կարևոր ստրատեգիկ դիվերսիֆիկացիայի առումով սիմվոլիկ է իհարկե, բայց մեծ նշանակություն ունեցող իրադարձություն է, որ եթե մենք կարողանանք այս տեմպը պահել, իհարկե սա շատ մեծ նվաճում կլինի Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի համար ապագա առաջիկա տարիներ կարող են ճակատագրական լինել, եթե մենք կարողանանք խաղաղության օրակարգը անսասան պահել եւ ես կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները Հայաստանը այս պահին ունի եւ հենց այդպես էլ կլինի։ Կներեք, սա շրջափակման վերացման ուղղված քայլ է արդյոք, այդպես Իհարկե, չուտել, այլ ակնհայտորեն։ ապագոր գոռ ինչ որ հայտարարություն կլինի։
Ակնհայտորեն սա եւս մի քայլ է դեպի խաղաղություն։ Ռոբերտ, ես չգիտեմ դուք հասցրել եք լրահոսին հետևել թե չէ, բայց հաջորդ շաբաթվա մեջ, եթե չեմ սխալվում, հենց հաջորդ շաբաթվա մեջ Հայաստան կժամանեն նաև ադրբեջանցի փորձագետներ հանդիպելու անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետների հետ եւ երկխոսություն ունենալու միմյանց միջև։ Սա եւս շատ մեծ քայլ է խաղաղությանն ուղղված եւ ես իսկապես բոլորի աջակցությունը, բոլոր քաղաքացիների, այսպես ասած, աջակցությունը ակնկալում եմ, որ մենք ամեն մի շուղը խաղաղության դնելիս հասկանանք, որ մենք կառուցում ենք մի հատ մեծ շենք, որը մեզ համար, մեր բոլորի, մեր երեխաների, մեր սերունդների համար ամուր ամրոց է լինելու, որովհետև այլ կերպ սա նկարագրել է անհնար է, որտեղ եթե մենք ունենանք ապահովություն, անվտանգություն, կարողանանք կենտրոնանալ մեր զարգացման օրակարգերի վրա, մեր ներքին խնդիրների վրա ավելի շատ, քան անվտանգային, եւ սա իմ կարծիքով այս երկու նորությունները, բայց մանավանդ առաջինը շատ մեծ իրադարձություն է։ Շնորհակալություն Տիկին Ղազանես հնարավորության համար։ Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։